կոպիտներ, արցունքներ, ամուր գրկախառնություններ։ Այսօր հերթական զորակոչի օրն է, մի օր, երբ երիտասարդ տղաները թողնում են հարազատ օջախը ու գնում հայրենիքը պաշտպանելու։ Նրանք պատրաստ են հագնել զինվորական համազգեստը, ստանձնել պատասխանատվություն եւ պատվով կատարել իրենց զինվորական պարտքը։ Յուրաքանչյուրի սրտում կա մի պատմություն, բազմաթիվ երազանքներ ու նպատակներ։ Ծնողներին խոստացել են նրանց տված խորհուրդները պահելու են որպես ամենաթանկ ուղեկից, իսկ սիրելիներին վստահեցրել են անպայման վերադառնալու են։ Շատ ուրախ եմ ու միաժամանակ ցած մեծ ցավով թողում եմ տարի ու կեսով այս իմ սիրելի քաղաք Երևանը հանգստանա ինձնից մի քիչ։ Գնամ մի քիչ ես հանգստանամ ու գամ։ Պատրաստ եք արդեն լիովին ծառայության։ Հա, միանշանակ։ Ծնված օրվանից ես պատրաստ եմ եղել այսօրվա։ Հա։ Պատրաստված եմ լրիվ ուրիշ ավելացնելու բան չունեմ։ Անես շան եմ, որ իրանք ինձ ավելի շատ սպասեն։ Դա էլի ամենակարևորը, ես էլ եմ դա հասկանում։ Քո բոլոր ընկերներին ինչ կմաղթես ծառայության ընթացքում։ Համբերություն։ Բան չունեմ ասելու, զգացողություններ դեռ չկան։ Իսկ ինչ կմաղթես քո բոլոր ընկերներին, որ այսօր գնում են բանակ։ Բարի ծառայություն։ Սա պատրաստ եմ, հա։ Հայոց բանակի համար։ Դե չէ։ Լավ է, էլի տղու համար է։ Հա, շատ խորհուրդներ են տվել, դե հիմա ոնց կստացվի էլի։ Կարևորը բոլորս ապահով հետ գանք։ Ամպերատար ու ուժեղ էլի։ Ամենատխուր պահը մազերս կտրելու պահն էր, որովհետև մոտարպես ձեր երկարության մազեր ունեի ես երեք։ Ծնողները, տատիկները, պապիկները, ընկերներն ու քույրերը նրանց ճանապարհում են օրհնանքով մաղթելով խաղաղ ծառայություն եւ անվտանգ վերադարձ։ Շատ լավ, սպասումներով։ Այս բանին ամենադժվարը հատկապես ծնողների համար։ Չգիտեմ, հուզմունք ավելի շատ է։ Չգիտեմ, չեմ կարողանում արտահայտվեմ։ Իսկ ինչ կմաղթեք այսօր այն։ Բոլորին հաջողություն, ամենալավ բաները իրանց։ Խաղաղություն լինի, ամենակարևորը։ Բարի ծառայություն, բոլոր զինվորներին, նաև իմ տղային, շնորհակալություն։ Ինձ որ ճանապարհում էի, առավել ուրախ էր, առավել բարի։ Պատերազմ գնալը, առավել եւս։ Եվ հիմա էլ ասելու ոչինչ չունեմ։ Իսկ ինչ խորհուրդ եք տվել նրանց բանակցության։ Նույնը միշտ առաջինը ոնց որ ես եմ եղել։ Նույն ձևով էլ ուրախ զվարթ ասկացնիլը ամենակարևորը լինի անվախ։ Իսկ այդպիսիներ կա։ Այսօր ծնողների սրտերը ավելի հանգիստ են, նրանք վստահ են իրենց աղոթքի շնորհիվ տղաները կվերադառնան տուն, իրենց պարտականությունը պատվով կատարած։ Աննկարագրելի հուզված եմ, բարի ծառայություն, խաղաղ ծառայություն, բարի վերադարձ բոլոր զինվորներին։ Եղբորս եմ ճանապարհում։ Մի փոքր խոսկացողությունների մասին կպատմես։ Ինչ ես մաղթել նրան մեկնելու ծառայության։ Մաղթել եմ խաղաղություն, խաղաղ երկնքի տակ ծառայեն ու վերադառնան տուն։ Միանշանակ խաղաղ երկինք, խաղաղություն, թող բոլորն գնան ծառայեն գան, իրանց պարտքը, իրանց հայրենիքի հանդեպ կատարեն։ Որպեսզի բոլորին հաշվի իրանց ծառայկիցներին իր տան անդամների պես եղբայրաբար բոլորին ընդունի համատեղի ծառայությունը ընտանեկան մթնոլորտի հետ, բայց իր հայրենիքի պարտքը բարձր մակարդակով հանձնի հետ վերադառնա։ Իսկ մինչ այդ վերջին գրկախառնություններն են խորհուրդներն ու բարի ճանապարհի մաղթանքները։ Նոր ճանապարհ է սկսվում լի պատասխանատվությամբ, ընկերությամբ, փորձություններով ու հաղթանակներով։ Ճանապարհ, որի ավարտին բոլորին սպասում է ամենակարևոր պահը՝ խաղաղ վերադարձ հարազատ օջախ։ Ընկերուհի ունես։ Նրան ինչ ես մաղթել մեկնելու ծառայության։ Ալիտա Եղիազարյան, Մխիթար Մովսիսյան, Արման Սարգսյան, Մեդիահաբ։